Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչու են Երևանի կարմիր գծերի վճարները մնացել բարձր դատական գործընթացների վերլուծության ֆոնին։ Զրուցելու ենք Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ, շնորհակալություն հրավերի ընդունելու համար։ Տարին ավարտվում է, սակայն կարմիր գծերի վճարների շուրջ դատական գործընթացները, որ սկսվել են 2024 թվականից մինչև հիմա շարունակվում են։ Ինչու այդպես։ Ինչն է պատճառը։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Տեսեք ինչն է աբսուրդ, որ իրավական ժուրիկության են դիմում քաղաքային իշխանությունը, իդեմս ԿՊ եւ Հանրապետություն կուսակցության, ինչն է խնդիրը, բոլորը շատ լավ գիտեն, որ վարչական դատարան դիմելու պարագայում միջև վերջնական ակտ ունենաս առնվազն այն ամենաֆանտաստիկ տարբերակով 1 տարի ու կես ձգվում այնք առաջի այցյան վերաքննի եւ վճռաբեկ։ Ինչ տեղի ունեցավ մեր ֆրակցիայի կողմից իդեմս իմ գործընկերների դիմեցին վարչական դատարան, քանի որ մենք պնդում ենք, որ անհիմն ու ոչ օրինական է 160,000 դրամ սահմանները, այսինքն պետությունը, քաղաքային իշխանությունը իրավունք ունի քաղաքացիների վրա սահմանել այն գումարը, որի դիմաց ինքը այդ ծախսերը կփոխհատուցի։ Ինքը կարմիր գծերի վրա այդ գծանշումների համար, այդ կամերաները որ տեղադրված են, աշխատողների համար որքան գումար որ իրեն անհրաժեշտ է, ինքը պետք է բաժանի իր բյուջեի վրա, հասկանա իրեն այսքան գումարը անհրաժեշտ։ Այս պարագայում իրենց որոշումը ապօրինի է եւ իրանք ինչ են անում ամեն տարի հիմա եկող շաբաթ էլ բերելու են քաղաքի տեղական турքերն ու վճարները սահմանելու ժամանակ նորից 160,000 դրամ են իրենք սահմանում։ Ինչն է հետաքրքիր, որ իրենք իհարկե ներողություն եմ խնդրում թքած ունեն մեր քաղաքացիների իրավունքների վրա։ Ինչի համար իրենք շատ լավ գիտակցում են, որ երկու ատյանով առաջի ատյան վերաքննիչ իրենք պարտվել են վճռաբեկը ձգում են վերջի օրը նորից մուտք են անում իրանք նորից ժամանակ են շահում, որ մի տարին անցնի, մի տարի հետո արդեն այդ կոնկրետ տվյալ որոշումը դառնում է առարկայազուրկ։ Այսինքն ասում է, օքեյ, դատարանը ճիշտ է ասում, ամեն ինչը շատ ճիշտ է, բայց ախպեր ջան, մի տարին անցել, արդեն նոր որոշում կա։ Հետևաբար իրենք այդ ժուլիկության հաշվին միշտ մտնում են մեր քաղաքացիների գրպանը։ Այսինքն իրանց մոտ խնդիրը մեկն է, մեր քաղաքացիներն դարձրել են տուգանքի մատերիալ եւ ամեն գնով մեր քաղաքացիներից ուզում են գումար քերել տանել իրենք։ Ինչու են վճարները մնում շարունակում մնալ բարձր, եթե դատարանը չեղարկել է ավականու բոլոր որոշումները։ Պարզ հասկանալի լեզվով բացատրենք, մարդիկ հասկանան, ինչու դեռ բարձր են վճարում կարմիր գծերի համար։ Տեսեք, 24 թվականի օրինակը բերենք։ 24 թվականի որոշումը բողոքարկել ենք դատարան։ Այդ որոշումը միջև օրինական ուժի մեջ մտնի առաջացան վերաքննիչ վճռաբեկ վերջնական որոշումը դեռ չկա, այսինքն վճռաբեկ դատարանի որոշումը, որ արդեն վերջնականապես ապացուցում է չկա, բայց երկու ատյաններում երկու որոշումները 24 եւ 25 թվականների արդեն ունենք մենք պատրաստ է։ Իրանք շատ լավ գիտակցում են, որ վճռաբեկ դատարանի որոշումն էլ մոտարապես 3-ից 6 ամիս հետո կլինի, դրանից հետո իրանք ասում են, օքեյ, դատարանը ճիշտ էր ասել, բայց այդ որոշումը չկա, այդ որոշումը վերաբերում է 24 թվականին։ Այսինքն իրանք դիմում են այդ մանիպուլյացիային, պարզ լեզվով ասած։ Այդ դեպքում, եթե ինչ նպատակի համար որ կարմիր գծերի վարձավճարները բարձրացվել էին, եթե նպատակին չի ծառայում, քաղաքը շարունակում է խցանումների մեջ խեղդվել։ Ինչու քաղաքապետարանը ավականին հետքայլ չի անում, հրաշքի են սպասում։ Տեսեք, ավականի ասածը լայն հասկացողություն է, որտեղ ավականինը նաև մենք ենք մեր խմբակցությունը։ Քաղաքային իշխանությունը կեղծ է, ինքը խաբում է քաղաքացիներին, որ խնդիր ուներ կենտրոնը բեռնաթափելու։ Ի սկզբանե մենք իրենց բացատրել ենք, որ կենտրոնը բեռնաթափելու համար գումարը բարձրացնել դա ոչինչ չի տալու, որովհետև ընդհանուր խնդիրները ավելի կարևոր են, որոնք որ կա։ Այսինքն կոնցեպտուալ լուծում է պետք քաղաքը բեռնաթափելու համար։ Դրա համար առաջինը որ կա փողոցի թողունակությունը պետք է բարձրացնել։ Փողոցի թողունակությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է այդ առաջի գիծ ասածը ավտոմեքենաներ չկայանվի։ Դրա փոխարեն իրանք պարտավորեն պարկինգներ կառուցել։ Տեսեք 2 տարի իրանք շուրջ 1.8 միլիարդ ավել գումար են հավաքագրել եւ այդ գումարը որտեղ են ծախսել մենք չգիտենք որտեղ են ծախսել։ Իրանք կարող են այդ գումարն ուղղել Երևան քաղաքում մի քանի վերգետնյա եւ ստորգետնյա պարկինգներ կառուցել եւ պարկինգները կառուցելու բանը նախագծերն կա, իրանք գիտեն որտեղ պետք է կառուցեն։ Մի քանի հատ օրինակը կարող եմ ձեզ բերել, օրինակ Միաստիկյանի արձանի հետևի մասը որ կար Ամերիա բանկի դիմաց են ծառի դիմացը որ կա, այդտեղ հստակ նախագծով կա Սախարովի հրապարակը, պլանի գլուխը, շրջանայինի սասի հետևի մասը, կոնսերվատորիայի դիմացը, բոլոր տեղերը ստորգետնյա պարկինգներ էր կառուցում։ Ես նույնիսկ իրանց այն ժամանակ առաջարկություն ներկայացրեցի, որ եկեք հայտնի Մալիբուի այգու հետնամասում, երբ որ գնում ես մանկական երկաթուղի, վերգետնյա մի քանի հարկանի պարկինգ կառուցեք եւ դրա արդյունքում պրոսպեկտը եւ Սարյանը կբեռնաթափեք։ Ասի դուք գնացեք մասնավորին խնդրեք, ասա մեկը պետությունը դու ես երբևիցե այդտեղ ուրիշ բանի թույլտվություն չես տա։ Ասեք եկեք միասին համագործակցենք, լինի պետություն մասնավոր հատվածի համագործակցություն։
Դրա փոխարեն իրենք ինչ արեցին, բռնեցին տարածքի սեփականատիրոջը, կալանավորեցին, հասկանում եք։ Այսինքն, երբ որ դու կարողանաս քաղաքի համար սրտացավ լինես, լուծումները կկարողանաս գտնել։ Այսինքն դու պետք է կառուցեիր պարկինգներ։ Մյուս խնդիրը որ կար, ասում գիտեք ինչ կա, ժողովուրդ, գլխավոր դատախազությունը, որ հրապարակում նստել է, օրինակի համար գնար աշտարակում աշխատեր, մարդկանց գլխին վատ գործ կսարքեր, կամ օրինակի համար ԲԴԽ-ի գործառույթն ինչ է, որ շրջանայինում է, կամ տեսչական մարմինը, ներքի տեսչական մարմինը շաբաթվա մեջ 2 անգամ գործակարգավարական նիստ անում եւ մարզերից իրենց ներկայացուցիչները գալիս են դեպի կենտրոն, փոքր կենտրոն, շրջանայինում է գտնվում, կամ ուրիշ օրինակ կառավարության երկրորդ մասնաշենքը, ՊԵԿ-ը, հիշում եք նախկին ՊՆ-ի շենքը, ճիշտ է։ Իրանք այդ շենքը քանդեցին, տրաքաստեցին, շին աղբը թողել են, չեն հավաքել, այդ նույն տարածքում իրանք կարող են ակադեմիական քաղաքի փոխարեն փոքրիկ ադմինիստրատիվ քաղաք կառուցեն եւ կենտրոնից դուրս հանեն այդ բոլորին։ Դրա շարունակությունը որ կա, դու երբ որ ինձ ասում ես կենտրոն մի արի քո ավտոմեքենայով, ինձ այլընտրանք առաջարկի։ Այլընտրանքը արժանապատիվ տրանսպորտն է, հասկանում եք, որ ես դուրս գամ, իմանամ այս ժամին դուրս կգամ, այս ժամին տեղ կհասնեմ, բայց արժանապատիվ տրանսպորտ ուղղակի բացակայում է։ Այսօր Երևան քաղաքը 500 շարժակազմի պակաս ունի, իսկ միջնաժամկետ բյուջեի ծրագրերով մեր մինչև 28 թվականը ոչ մի ավտոբուս պլանավորված չի որ առնեմ, ոչ մի ավտոբուս, հասկանում եք։ Ինչու քաղաքապետարանը ընդառաջ չի գալիս ձեր բոլոր առաջարկներին։ Իմ կարծիքով իրենք հետևականորեն ուղղակի մերժում են, ինչ առաջարկվում է, բոլորը մերժում են։ Ես ունեմ իմ եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կարծիքը, իրենք քաղաք երևանցիների կողմից չընտրված իշխանություններ են։ Դա փաստ է, փոքրամասնությունների կոալիցիա է իրանց մոտ։ Իրենք իրենց հաճախորդների տուր առի միջոցով զավթել են քաղաքային իշխանությունը, իրանք տեսնում են Երևանցին չի սիրել իրենց ձայն չի տվել, իրանք իմ գնահատմամբ մուռ են հանում երևանցիներից։ Դրան գումարվել է նաև առարկայական եմ ես ասում թալանչիությունը իրանց կողմից, դրանց գումարվել է իրենց դիլետանտ լինելը, ոչ կոմպետենտ լինելը եւ վերջնական արդյունքում այնց վատ բուկետ է ստացվել։ Տեսեք, տրանսպորտի հետ կապված խնդիրն է, որ ասում եմ, պարզ օրինակ ձեզ բերեմ։ Իրենք գլուխ էին գովում, ասում էին Երևանում կամ հենց հիմնավոր ձևով հաշվարկել ենք վերգետնյա տրանսպորտով երթևեկումա 600,000 մարդ։ Ես ասում եմ, սուտ եք խոսում, ձեր գլխին կպնի 600,000-ը։ Հիմք ընդունենք 500,000-ը։ 500,000-ը, երբ որ բազմապատկում ես 100 դրամով, անում է օրական 50 միլիոն դրամ։ Բազմապատկում ես 365-ով, անում է 18 միլիարդ դրամ, ճիշտ է։ Մետրոն չենք հաշվում։ Օրական 80,000 մետրոյով մարդ է երթևեկում։ Այսինքն իրանք այսօր դարձել են 150 դրամ, ասում են մենք տարեկան կարողանում ենք 18 միլիարդ գումար կամ հավաքագրել կամ ոչ։ Այն 600,000-ը հիշում եք, սարքեցինք 500,000, 100 դրամ էր, մենք 100 դրամով հաշվեցինք 150-ի փոխարեն, հասկանում եք, ու դրա համար ոչ մեկ պատասխանատվություն չի կրում։ Դա նորմալ է։ Լավ, ինչ խորհուրդ կտաք վարորդներին, քաղաքացիներին, ովքեր դեռ շարունակում են վճարել բարձր կարմիր գծերի համար, կայանատեղի համար, ինչ անեն։ Տեսեք, իրենց կողմից իրավական առումով իրենք գտնվում են փակուղու մեջ։ Ինչի համար, եթե ես հիմա իրանց հորդորեմ, որ մի վճարեք, շատ լավ գիտակցելով, որ չվճարելով իրանք ճիշտ են անում։ Որտեղ դատանի որոշումը սարերի հետևում չի, 2 ամսից կիմնավորվի, որ ապօրինի որոշում էր, վերջնական որոշումը մենք կունենանք մեր ձեռքում։ Բայց եթե այսօր քաղաքացիները չվճարեն, տուգանվեն, իրավական առումով իրանք իրենց տուգանքը գնան վճարեն։ Այսինքն այս պարագայում պիտի քաղաքացիները զինվեն համբերության, 2 ամիս է մնացել։ Մենք հերթական անգամ կապացուցենք, որ վերջնական ուժի մեջ մտած վճիռ կա, ու դրանից հետո արդեն Տիգրան Ավինյանը, ՔՊ-ն, այս պարագայում նաև պատասխանատվություն կրում է նաև ՔՊ-ի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը, ոնց է հանդուրժում, որ Տիգրան Ավինյանն ու Արամ Զավենի Սարգսյանը sense բան են անում երևանցիների գլխին։ Ոնց է հանդուրժում, որ իրենք մտել են ուղիղ քաղաքացիների գրպանը, գիտակցելով, որ սա անթույլատրելի է, հասկանում եք։ 2026-ին ինչ սպասենք։ 26 թվականը մտածում եմ, որ պետք է լինի վերջնաժամկետ։ Վերջնաժամկետ ոչ միայն երևանցիների, Երևան քաղաքի, այլ նաև մեր հայ ժողովրդի համար։ Ինչի համար, որովհետև գործող իշխանությունը վերարտադրվելու պարագայում իմ գնահատմամբ եւ պատերազմն անխուսափելի կլինի եւ սոցիալ-տնտեսական ծանր վիճակը անխուսափելի կլինի։ Այսօր մեր երկիրը ապրում է միայն այսպես ասած սեռի շուկայի հաշվին։ Այսինքն ինչ համար Հայաստան գալիս է եւ գնում է Ռուսաստան կամ հակառակը 10 հարկատուներից առաջի 10 հարկատուների մեջ 2-ը որ կա ռիէքսպորտով են զբաղվում։ Այսինքն առաջի հարկատուն որ կա հեռախոսներ ներմուծում Հայաստան, արտանում է Ռուսաստան։ Դա թունավոր տոքսիկ մուտքեր է, հասկանում եք, այդ մուտքերը մեզ ոչ մի ձևով պետք չեն իրանք, հասկանում եք, դա լրացուցիչ արժեք չի ստեղծում մեր ժողովուրդը գնալով ավելի վատ է սկսելու ապրել։ Փաստ է, չէ, որ 8 տարվա մեջ ոչինչ չի փոխվել մեր մարդկանց սովորական քաղաքացիների կյանքում։
8 տարվա մեջ այս մարդիկ շուրջ 8 միլիարդ դրամ պարտք են վերցրել, հասկանում եք, իսկ մնացորդային արժեք ինչ են ստեղծել, ոչ մի բան։ Մենք չենք տեսնում, օրինակ Լինսի հիմնադրամով մենք տեսանք Դավթաշենի կամուրջը կլիներ Աշտարակի, կամուրջը կլիներ Դիլիջանի թունելի ավարտը կամ Սելիմնի Լեռնանցքը $200 միլիոն։ Այս մարդիկ 8 միլիարդ վերցրել են Երևան քաղաքում մի հատ լուրջ հանգույց իրանք չեն կառուցել, հասկանում եք։ Ես իրանք օրինակ եմ բերել, ասում ժողովուրդ կենտրոնը բեռնաթափելու համար խիստ անհրաժեշտ է, որ քաղաքից դուրս եկող հոսքերը շատ շուտ դուրս գան։ Ծրագրերը կա, ցիրկի մոտ պիտի լինի էստակադա վերգետնյա, ստորգետնյա, որ մտնեն արագ գնան, մի քիչ գնում են առաջ։ Դեռ կոմունիստների ժամանակվանից կար ծրագիր, որ Արշակունյանը պետք է միանար Իսակովին, որպեսզի այդ Պաբեդա մոստի հաղթանակ կամուրջի հատվածը բեռնաթափվեր մի մաս այդ ձևով գնար, շարունակությունը գնար։ Հայրենիքի շոուն բերեցին, իրանք սարքեցին, որ հայրենիքում ինչ-որ էստակադաներ պիտի լիներ, մեշաներ, եթե ճիշտ եմ հիշում, ժամանակ գլխավոր ճարտարապետը Երևան քաղաքի տենց պիտի շարունակվեր, հաջորդը բանվորի արցունը նույն ձևով պիտի էստակադաներ լիներ։ Գիտեք հարցն ինչ է, իրանք եթե չեն կարողանում, իրանք տեղում չեն, խնդրեն սա աշխարհն այսօր ընդունում է չինացիների ֆենոմենալ կառավարումը, մանավանդ այդ ճանապարհաշինարարության մեջ, հասկանում եք, իրանք գան, խնդրեն գումարատան սարքեն։ Ստեղ ուրիշ խնդիր է առաջանում, էլի ես կարծում եմ իրանք չինացիները չեն կարողանալու ատկատի մեխանիզմով աշխատեն, ասեն ապեր դու արի տուր, ոնց որ օրինակ հայտնի շինարարական ընկերություններն, ովքեր ուղիղ աֆիլացվում են ՔՊ-ի հետ, տենդերները շահում են, վատ որակի բաներ են սարքում, թողնում են քաղաքի հետ։ Իրանք եթե ուզենան սիրեն, պիտի անեն։ Մի 26 թվականին իմ կարծիքը հետևյալն է, որ այդ նույն վարորդները, նույն քաղաքացիները բոլորը պիտի գնան ընտրատեղամաս։ Շատ կարևոր է մասնակցությունը, շատ կարևոր է այսօրվա գործող իշխանության միակ խնդիրը կայանում նրանում, որ վախի, ահաբեկելու մթնոլորտով ստեղծի մի իրավիճակ, որ մասնակցության տոկոսը շատ ցածր լինի։ Մեր քաղաքացիները պիտի համարձակությունն բոլորը միասին գնան ընտրատեղամաս եւ իրենց խոսքը ասեն։ Ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունը մերժել է։ Ակնհայտ է։ Մնում է այդ մարդիկ գնան ընտրատեղամաս եւ դա լինի վերջնաժամկետ մեր հայազգի համար։ Ամեն ինչից խոսեցինք, խոսենք նաև աղբավայրի մասին, ասում են այսօր դարձյալ ծխում է աղբանոցը Նուբարաշենի։ Ի վերջո հարցը փակուղում է, թե լուծում կա։ Տեսեք, աղբավայրի վերաբերյալ ես նույնպես առաջարկություն եմ ներկայացրել քաղաքային իշխանության եւ տրամաբանությունը կանում է հետեւյալում. աղբ հավաքագրող եւ վերամշակող ընկերությունը պետք է լինի մի ընկերություն, որպեսզի աղբն տեսակավորի կարողանան հավաքագրել բերել։ Այս քաղաքային իշխանությունը որ կա, մտածում էր, որ կոնսերվացնի գործող աղբավայրը փագի ժողովրդական լեզվով ասի, նորը բացի։ Բայց եթե դու չես ունենում աղբը վերամշակող գործարան, այդ աղբավայրը փակել նորը բացելով ոչ մի հարցի լուծում չես տալիս։ Աղբավայրի ծխալ վառելու հետ կապված ես ունեմ համոզմունք, որ դա հենց քաղաքային իշխանությունն է վառում։ Ինչի համար ես փաստեր ունեմ, երբ որ ճյուղերը, որոնք որ էտում են, կտրում են քաղաքի ծառերը, տանում հավաքում են իրանք օրինակի համար լցնում են կեսը, ավանում ֆուտբոլի ակադեմիայի հետ, որտեղ մեր երեխաները ֆուտբոլ են մարզում, վառում են, ուղակի վառում են, իսկ իրանք կարող են կամ բրիկետներ ստեղծել, անապավներին բաժանել, կամ մի փոքր կտրատելով վերամշակել ծառերին որպես պարտադիր հետ վերադարձնել բնությանը։ Ոչ կարծում որ ներսից է դա ծխում։ Ես հենց ասեմ, քանի որ այդքան հայտնի դեպքերից հետո իշխանությունը այստեղ արդեն կենտրոնական իշխանությունները նույնպես առարկայական միջամտություն չունեցավ, որ վերջնական արդյունքում իրենք կոնսերվացնեին, փագեին, այդ օջախները չլիներ, իրանք խնդիր ունեն աղբը որտեղ տանեն լցնեն, տեղի խնդիր ունեն եւ ունեմ այդ համոզմունքը, որ հնարավոր է որ հենց իրենց ձեռքի գործով են։ Բնականաբար, որ բնության մեջ այդքան աղբը կուտաղվել է եւ անտերության մատնվելով ինքն իրան էլ այդ process-ները քիմիական գնում է եւ հնարավոր է այդ ծուխը, այդ հետագայում այրվելը տեղի ունենա։ Բայց այդտեղ շատ կարևոր է, նորից եմ ասում, լուծումը հետեւյալը լինի, որ որոշում կայացնեն պետություն մասնավոր հատվածի համագործակցությամբ ստեղծեն աղբը վերամշակող գործարան, աղբը վերամշակող գործարանը պիտի ինքն էլ հավաքի աղբը համատեղ պետության հետ, այս պարագայում քաղաքային իշխանության, որ ինքը տեսակավորի ու վերամշակի եւ փակվի այս աղբավայրը։ Այս աղբավայրը որից կշահեն ոչ միայն բնակիչները, այլ նաեւ նույն ընկերությունը։ Միանշանակ աղբը ինքը գումար է։ Միանշանակ։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք խոսում էինք Երևանի կարմիր գծերի բարձր վճարների մասին, զրուցում էինք ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ, տեսություն։